Պետք է խոստովանեմ, որ ես ձեզ հետևում եմ, որովհետև ամեն անգամ այս ճանապարհով անցնելը տեսնում եմ, թե ոնց սենց կտոր մեծանում է ու շատ ուրախ եմ։ Ուր եք հասել վերջը։ Հասել եք, արդեն տեղ ենք հասնում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեր սարքավորումները ու հագեցվածությունը, որը եզակի է Հայաստանում, ամեն ինչը ներմուծված է Հոլանդիայից, Դեբետ-Շալկի ընկերությունից, հոլանդական վարդերի, իրենց հոլանդական ջերմատուն է, ապակ է, 41 հեկտար միայն արտադրական տարածքն է, այս սպասարկման տարածքը 3000 քառակուսի մետր է։ Իսկ հողը ինչքան է ընդհանուր, որ ձեր տնօրինությանն է։ Նկատում եմ ընդլայնման տեղ ունեք։ Այս մասը ուզում ենք ընդլայնել ISO սերտիֆիկացիաների համար։ Լիզինգը որ մեկ է ստիրի արդեն Ենթակառուցվածք ենք ստեղծել Էկոնոմիկայի նախարարության ասել։ Այսինքն ռեալ կարող ենք ասել, որ մեր այդ ծրագրերը աշխատում են, հա։ Շատ ուժեղ։ Այդքան Այսինքն մոտ լրացուցիչ մոտիվացնում է ներդրման համար։ Այդքան մոտիվացում է, որ էլի շարունակելու ենք ու էլի։ Իսկ հողերը ինչքան ժամանակում եք խոշորացրել, հասել այս կետին։ 6 ամիս։ Բայց վատ չի 6 ամիս, որովհետև սովորաբար ավելի շատ են։ 6 ամիս տևեց Բարոն Իվանյանը, որ ոնց շատ աջակցեց, շատ։ Եվ իրոք աջակցությունը, ոնց ասեմ, պետական աջակցությունը ուղղակի, անուղղակի, ամեն լեվելներից, ամեն բարձրությամբ աջակցություն է ստացել։ Հոյակապ է։ Միակ թերությունն է նա, որ դեռ վարդերը չեն ծաղկել։ Ուրիշ ծաղկեր են ուզում եք ձեզ տալ այսօր։ Հա, մի հատիկ։ Հենց մի հատ։ Ուրեմն անթերի է։ Գնանք այդ հիշարժան առաջին վարդն է։ Առաջին 3 տեսել չենք խաղել, սպասել ենք, որ ձեզ նվիրենք։ Մենք այստեղ 28 տեսակի սորտեր ունենք վարդերի, փնջային եւ միագլխանի, ամբողջ ցախ մասում միագլխանի վարդեր են, աջ մասում փնջային վարդեր են։ Հոյակապ է։ Առաջին ձաղկումները զալում ենք, եւ որ արմատները ուժեղանան, երբ որ ուժեղանում են, երկրորդ ձաղկումը կդրում ենք ու վաճառում ենք։ Ինքը բերքը տալիս է արդեն այս նոր աճած ճյուղերից։ Մենք ծվում ենք, որ ուժեղանա արմատները, ինքը հզորանա ծաղիկը, քանի այս մի կուբիկը, մի սատիլը տալիս է 5 տարի շարունակ ծաղիկ։ Հա, մի թուփը 5 տարի շարունակ։ 6 շաբաթ մեկ ծաղիկ աճում։ Նա կտրում ենք 6 շաբաթ հետո։ Բարև ձեզ։ Mēs կոլեկտիվ, հրաշալի կոլեկտիվ ունենք։ Իսկ ինչքան են աշխատում գյուղից։ Գյուղից, ծաղ գյուղից։ Բոլորը գյուղից են։ 3 տեղից են։ Իսկ քանի հոգի կաշխատեն։ Մոտ 60 հոգի։ Շատ լավ է գյուղի համար։ Չպատասխանորում որ պիտի սկսենք 20 հոգի պիտի ավելանա։ 84%-ը առաջի անգամն է որ աշխատում։ Ներողություն, էլի դուք որտեղ եք ծնվել։ Ես Թուրքիայում ծնվել, Ֆրանսիայում մեծացել եմ։ Այսինքն կարանք ասենք, որ Սփյուռքի ներդրում, հա։ Այո, միանշանակ։ Ունեք Ֆրանսիայի քաղաքացիություն։ Այո, Սփյուռքի Եվ Հայաստանի եւ Ֆրանսիայի։ Այո, եւ շատ կարեւոր է։ Ուրա բայ այդ ծաղիկը։ Ցվետոչիկ ալինկի, ուրա։ Որն է։ Բա ինչի՞ եկանք, մենք ծաղիկի հետևից ենք գնում։ Ավակ ջան, սպասի չկտրես, նայենք թփի վրա։ Ստեղ է։ Շատ լավ, գնանք։ Չէ, ոչինչ, կարևոր է այս։ Պատմական պահ է։ Արի արչև։ Հիմնականում կանայք են աշխատում ներսում։ Ու ոնց բանտավազնացած 84%-ը իրանց առաջին աշխատանքն, առաջին գրանցած։ Ճիշտն ասած, էդ է ուզում հարցնեի կանաս, տենց անցանք, ուզում էի հարցնեի, ստե նախորդի որտեղ եք աշխատել։ Հիմնականը չեն աշխատել։ Բայց լուրջ տրեյնինգ են կարել վերապատրաստում են։ Գտանք։ Ահա։ Հա, կտրում եք, կարելի է կտրել։ Այո։
Շնորհակալ եմ։ Զգուշացեք, ուղղակի փշերը սրա շատ վատն են։ Շատ լավն է, շնորհակալ եմ, մեծ պատիվ է։ Այսպես տարեկան 6 Ներողություն եմ խնդրում կանանցից, չեմ նվիրելու ոչ մեկին։ Ստեղ ունենք 4 հեկտար, մոտավորապես 6 միլիոն ծաղիկ կունենանք տարեկան։ Կարող ենք մեբամել հույս ունենք 7 միլիոն կամ 8 միլիոն նույնիսկ։ Դրա համար շատ վերջին տեխնոլոգիայով ենք սարքել։ Ավելի լավը չկա, հավասարը կա, ավելի լավը չկա։ Աբագիե է, հոլանդական է, 6 մեծ բարձրությունով, միկրոհիդրատացիայով, ամեն ինչը վերջին տեխնոլոգիաներով տրված է, լավագույն գործիքներով։ Այսքան բանը տեսնելով մենակ մի բան կարամ ասեմ, շնորհակալ եմ ձեր ներդրած ջանքի համար, որովհետև մենք այդ ծրագրերը, որ ընդունում ենք, իրոք հասկանում եք պետությունը չի կարող, որովհետև մարդիկ շատ ասում են, դե աշխատատեղ բացեք, այս կառուցեք, այն կառուցեք։ Պետությունը, ասենք, եթե հիմա պետական հիմնարկ կառուցեր, հայելիքը կառուցեր, բայց մասնավորի գործունեություն մեր խնդիրն է նա, որ քաջալերենք, որ սենց աշխատատեղ Ֆանտան գյուղի համար վարչական ղեկավարը ճիշտ եմ չէ ասում 60 աշխատատեղը Ֆանտան գյուղի համար ինքը արդեն շոշափելի բան է ել չեմ ասում հեսա կսկսվի շարժ առևտուր կսկսի մարդիկ գնան գան վերջը սուրճ է վերջը մեկը մի խորտկարան կբացի եւ այլն մի հատ հյուրատուն կբացի Մենք էլ մեծանալու իհարկե կամ Ների վրա արդեն երևում է բանվարդ։ բա իհարկե էտա տրամաբանություններ, այսինքն երբ որ մի գրավիտացիոն կետ որևէ բնակավայրում բանը անելու, ստեղծվում է, ինքը արդեն իր շուրջ բերում է։ Էլ չեմ ասում այս նոր կուլտուրան, որը բացի տնտեսականից ինքը քաղաքակրթական շատ էական եւ կարեւոր նշանակություն ունի։ Գալի մի բան։ Ինչա։ եւ այդ Հա, վարակույրը։ հա, ինչ հետաքրքիր է։ Ունենք արաբագիները բացվում են, փակվում են, խոնավությունը, ջերմությունը, ամեն ինչ։ Ես ճիշտն ասած, ես միշտ այնց անցնել դառնալիս մտածում էի 1000 ներողություն, դեմ գիտելիքը այդքան բան չէր։ Մտածում էի, ասում եմ, լավ, այս մարդիկ ինչ են բերում, այս ցուրտ վերջը բարձրադիր բան հատվածներում այն ժամանակ դե այս իրոք առաջին պահից, երբ որ գործը արվել, նկատել եմ, դե ինչքան կգնամ, անընդհատ ու որ տեսել եմ ինչ տեմպով է շարունակվում, շատ ուրախացել եմ։ Ասում եմ, լավ, այս մարդիկ ինչ են բերում այս ցուրտ տեղը, ավելորդ գազի փող եւ այլն եւ այլն։ Եվ երբ որ Գագարինի բան գնացի, մի անգամ տենց ուղակի ոչ պաշտոնապես, հարցրի էլի։ Հիմա պարզվեց, որ ընդհակառակ այստեղ արևի ուժը ավելի է եւ ընդհակառակ այստեղ ջերմոցային տնտեսության։ Սա նշանակում է, որ Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերը, որոնք արևային, այսինքն իրանք կարան մեծ կլաստեր դառնան եւ այսօր էլ ենք մենք պետքա խոսանք արդեն ընդհանրապես սահմանափակումների հարցը, որովհետեւ ելնի եմ ասում, ցավոք, ինչքան մենք փոքրացնում ենք, այնքան արձագանքը փոքրանում է։ Ինչքան մեծացնում ենք աջակցության բանը այնքան արձագանքը մեծանում է, պետքա մտածենք դրա մասին։ Վստահ չեմ։ Այստեղ 18 հեկտարի նորից կառուցվել։ Ուրիշները թե Մասնավորից արել են, համայնքին էլ լավ, գույքարկ առաջանում է։ բավական առաջան մենակ շինարարության թույլտվությունը մի անգամից մի 30 միլիոն դրամ։ Վատ լուր ունենք ձեզ համար։ Երեք ներդրողների ակնկալիքներ, բայց կրճատել ենք, բայց չէ, բայց իրականում կրճատել ենք, դրա արդյունքում կշատանա։ Արդյունքում բան կլինի, այնց որ շատ հոյակապ բան է ստացվում։ Ես կարող ենք հանել արդեն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։